ունեմ բանկային պրոբլեմ, վերցրել եմ 18 թվականին, 2018 թվականին, արդեն 8 տարի է սա կլինի, իհարկե ստե չեմ եղել, գնացել եմ, մի 5-6 ամիս մուծել եմ, ես փաստերով եմ խոսում, ինչը որ կա։ Ես գնացել եմ Ռուսաստան, եկել եմ, խաբար չեմ եղել, որ ինչքան տոկոսներ ավելացել։ 8 տարվա մեջ ուրեմն վերցել եմ 400,000, որից մուծումներ արվել է, այսօրվա դրությամբ դառել է 1,600,000 քանի հազար։ Ես այսօր մենակ միայնակ կինեմ, երեխա չունեմ, ոչ Վարշավայում եմ ապրում, ոչ կարամ այդ փողը մուծեմ, սեփականություններ չունեմ, թուղթը հանել եմ։ Հիմա ես խնդրում եմ ինձ համաներում անեն, որ կարողանամ ես իմ երկրի մեջ գոնե հանգիստ ապրեմ, մի գործար կանեմ, թոշակի տարիքի էլ չեմ, որ թոշակ ստանեմ, ցավը տանեմ, ոչ մի գործար չեմ կարող անեմ, ասենք, հա ու տարբերակներ կա, որ կարանք նույնիսկ դաշը բնակարան վերցնենք, դրա համար չեն կարող առնենք, սենց տոկոսները, որ ֆարումա մի հատ թալան, էդի ես խոչ չեմ գտնում ասեմ, դա աբսուրդ է պրոստը։ Խնդրում եմ միանվագ, միանգամյա դահակի եւ բոլոր վարկերի տոկոսադրույքների գոնե համաներում անեն կամ վերանայեն գոնե բոլորի գործերը։ Նախկինում վերցրել եմ, փակել եմ, որոշակի շատ բաներ փակել եմ, բայց ստացվել է հիվանդության ինչ շատ վատ բաների պատճառով, որ ժամկետն անց եմ ընկել ու չեմ կարողացել հետևից վազեմ, որ հասնեմ։ Մեկը միշտ դիմել եմ բանկերին, որ ինձ ընդառաջեն վերավարկավորումներ անեն, որ կարողանամ վարկս վճարել, նորմալ մարդ զգամ, 16 տարի, բավշե ես մի օր գլուխս բարձին հանգիստ չեմ կարողանում դնեմ։ Հայրականստան հետ համասեփականատերը մի փոքր բաժնեմ ասեր աճուրդի են դրել, որովհետև հունվարից սկսած տվել են դահակներին, որ կարող են մարդկանց գույքը արգրավել։ Հիմա եկել են կենտրոնական բանկի տնօրենը չի բարեհաճում ներքևիչներ, ժողովրդին մի հարցի լուծում տալ, ժողովուրդը ես անկեղծ եմ ասում, երբ որ իմացա արդեն աճուրդի են դնում, ես ինքս ուզեցել եմ ինքնասպանության գործել, լիքը մարդիկ ուզում են ինքնասպանության իրանց տալ, այս տոկոսադրույքների, այս իրանցից խլած բնակարանների պատճառով խնդրում ենք մեկ անգամյա համաներում անել։ Մարդիկ չեն հրաժարվում իրենց վերցրած տոկոսը վարկերից։ Թող վերավարկավորեն, մարդիկ կարողանան իրենց վարկերը վճարել, որ մի օր գոնե մինչև մահանալը հանգիստ գլուխները բարձին դնեն։ Իմ նման տասնյակ հազարավոր մարդիկ այդ կարգավիճակում են։ Խնդրում եմ կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, խնդրում եմ այս հարցին լուծում տվեք, մարդիկ ինքնասպանության են գնում։